Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ եզրակացությունը ներառյալ անկախ հաշվեկնության կարծիքը ներկայացնելու նպատակով հաշվեկնության է ենթարկվել Հայաստանի Հանրապետության հանրային իշխանության մարմինների կողմից պատրաստված տարեկան բյուջետային հաշվետվությունը 2025 թվականը առանձնահատուկ էր այն առումով արտաքին պետական հաշվեկնության գործառույթի իրականացման տեսակետից, որ 2024 թվականին ազգային ժողովի կողմից ընդունվեց հաշվեկնիչ պալատի մասին նոր օրենքը կամ օրենքը նոր խմբագրությամբ, որտեղ ըստ էության կարգավորումները մոտարկվեցին միջազգայինորեն ընդունված եւ բարձրագույն հաշվեկնիչ մարմինների համար կիրառելի ստանդարտներին, այդ առումով կուզենայի 3 գործոն առանձնացնել, որոնք նշանակալի են եղել կոնկրետ 2025 թվականի բյուջեի կատարման հաշվեկնության տեսանկյունից։ Եթե մինչ նոր կարգավորումները նախկինում որպես օրինաչափություն 8-10 պետական մարմիններ էին ենթարկվում հաշվեկնության, հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս մարմինների բյուջեները թույլ էին տալիս ներկայացչական ընտրանք կատարել եւ դրանով իսկ տարածել արդյունքները ամբողջ բյուջեի կատարման հաշվետվության վերաբերյալ եւ կային կարգավորումներ, որոնց համաձայն ենթադրվում էր, որ հաշվեկնիչ պալատի անդամներից յուրաքանչյուրը պետք է համակարգի որևէ ստորաբաժանում հաշվեկնիչ պալատում գործող, հետեւաբար սահմանափակ թվով հանրային իշխանության մարմիններ էին ենթարկվում հաշվեկնության, ապա 2025 թվականի դեպքում հաշվեկնության են ենթարկվել հանրային իշխանության բոլոր մարմինները, բոլոր բյուջետային հատկացումների կարգադրիչները, որոնք մասնակցություն են ունեցել 2025 թվականի բյուջեի կատարման գործընթացին։ Հաջորդ գործոնը, որը կուզենայի նշել, այն է, որ հաշվեկնիչ պալատի միայն 1 անդամ է համակարգել Հայաստանի Հանրապետության 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը հաշվեկննելու գործընթացը եւ հաշվեկնիչ պալատի միայն 1 ստորաբաժանում է ապահովել հաշվեկնության գործընթացը, իսկ պալատի մյուս անդամները, մյուս ստորաբաժանումները մասնակցել են այս գործընթացին այնքանով, որքանով ներգրավված են եղել ձևավորված նոր կարգավորումների համաձայն պալատի կառավարման նոր մոդելի հիման վրա գործող որակի հսկողության էթիկայի ներքին աուդիտի եւ գործադիր կոմիտեների կազմում եւ այդքանով նպաստել են, որպեսզի որակը լինի հնարավորինս բարձր ստանդարտին համապատասխան։ Եվ երրորդ գործոնը, որը կուզենայի նշել, կրկին կապված ազգային ժողովի կողմից վերանայված կարգավորումների հետ, դա այն է, որ հաշվեկնությունն իրականացվել է հաշվեկնողների համար սահմանված նվազագույն պահանջները բավարարած հաշվեկնիչ պալատի այն ծառայողների կողմից, ովքեր որ շարունակել են իրենց պաշտոնավարումը արդեն հաշվեկնիչ պալատի ծառայության պաշտոններում։ Սրանք այն հիմնական առանձնահատկություններն էին, որոնցով բնորոշվել է 2025 թվականի բյուջեի կատարման տարեկան հաշվետվության վերաբերյալ հաշվեկնությունը։ Այս հաշվեկնության արդյունքում գնահատվել են 2025 թվականի պետական բյուջեի կատարման հաշվետվությունները իրավական ակտերով եւ քաղաքացիաիրավական հարաբերությունների դեպքում կնքված պայմանագրերով սահմանված չափանիշների ու պահանջների համեմատությամբ կուտակվել են հաշվեկնության բավարար համապատասխան ապացույցներ, ստացվել է ողջամիտ հավաստիացում առ այն, որ բյուջեի կատարման հաշվետվությունը բոլոր էական առումներով զերծ է էական խեղաթյուրումներից եւ հաշվեկնիչ պալատը ներկայացնում է հետեւյալ անկախ հաշվեկնության կարծիքը։ Հաշվեկնիչ պալատի կարծիքով բյուջետային հաշվետվությունը բոլոր էական առումներով տալիս է 2025 թվականի պետական բյուջեի կատարման ճշմարիտ եւ իրական պատկերը։ Ըստ այդմ հաշվեկնիչ պալատը Հայաստանի Հանրապետության 2025 թվականի պետական բյուջեի կատարման վերաբերյալ արտահայտում է չձևափոխված կարծիք։ Այդուհանդերձ, հարգելի գործընկերներ, սա չի նշանակում, որ բյուջեի կատարման գործընթացը տեղի է ունեցել առանց թերությունների, կան արձանագրված 10 բյուջետային կարգադրիչների հաշվետվություններում 34 խեղաթյուրումներ, որոնք վերաբերել են 46 բյուջետային միջոցառումների, 11 տնտեսագիտական հոդվածների եւ գումարային արտահայտությամբ
Դրամարկղային ծախսի կամ ազգային ժողով ներկայացված եւ հրապարակված բյուջեի կատարման հաշվետվության ցուցանիշը խեղաթյուրված է եղել 29 միլիարդ դրամ մեծությամբ։ Սա կազմում է ընդհանուր ծախսերի 0.86%, ինչը բնականաբար էականության շեմից ցածր մեծություն է եւ չէր կարող ազդել կարծիքի վրա, ընդ որում հարկ է նկատել, որ այս 29 միլիարդ դրամից շուրջ 28 միլիարդ դրամը բյուջետային դասակարգմանը վերաբերող խեղաթյուրումներ են, որոնք ըստ էության հետևանքային են իրենց բնույթով, քանի որ խոսքը չի վերաբերում այն արձանագրմանը, երբ հաշվետվությամբ ներկայացված են ոչ իրենց տեղում նախատեսված ծախսեր, այլ ճիշտ հակառակը, այնտեղ որտեղ նախատեսված է եղել, այդտեղ էլ հաշվետվությամբ արտացոլված է։ Պարզապես նախատեսված է եղել ոչ այնտեղ, որտեղ որ բյուջետային դասակարգման մանրամասներով ֆինանսների նախարարության կողմից սահմանված պիտի նախատեսվեին տվյալ ծախսերը։ Եվ միայն 1 միլիարդ դրամն է, որ վերաբերում է գումարի խեղաթյուրմանը։ Բացի այդ, նաև արձանագրվել են խեղաթյուրումներ այնպիսի ցուցանիշներում, որոնք չեն հրապարակվում, բայց գործող օրենսդրության շրջանակում ֆինանսների նախարարության կողմից որպես բնագավառ լիազոր մարմին սահմանված բյուջեների կատարման կարգով նախատեսված է եւ պետական մարմինների կողմից, որոնք իրականացնում են բյուջեի կատարման գործընթացը, ներկայացվում են ֆինանսների նախարարություն, դրանք իրենց մեջ պարունակում են ոչ թե ամբողջությամբ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման ստանդարտով նախատեսված հաշվեգրման սկզբունքով վարվող բոլոր ցուցանիշները, այլ փոփոխված հաշվեգրման սկզբունքով կամ դրամարկղային սկզբունքով վարվող ցուցանիշներ եւ այստեղ ներառված դեբիտորական պարտքեր, կրեդիտորական պարտքեր, ինչպես նաեւ փաստացի ծախսի ցուցանիշներ, մեծությունները որոշակի առումով խեղաթյուրված են։ Փաստացի ծախսերը դրանք այն ծախսերն են, որոնք հիմնավորված են տվյալ ժամանակահատվածի համար սկզբնական հաշվառման փաստաթղթերով, այս դեպքում արձանագրվել է 37 միլիարդ դրամի խեղաթյուրում փաստացի ծախսերի մասով։ Դեբիտորական պարտքեր կամ վճարված գումարների դիմաց չստացված ապրանքների եւ ծառայությունների ցուցանիշները խեղաթյուրված են տարեսկզբի եւ տարեվերջի դրությամբ համապատասխանաբար 548 միլիոն դրամով եւ շուրջ 6.9 միլիարդ դրամով եւ կրեդիտորական պարտքերի կամ ստացված ապրանքների եւ ծառայությունների դիմաց դեռևս չվճարված գումարների ցուցանիշները խեղաթյուրված են համապատասխանաբար տարեսկզբի դրությամբ 4.9 միլիարդ դրամի չափով եւ շուրջ 12 միլիարդ դրամի չափով տարեվերջի դրությամբ։ Այս արձանագրումները այսքանով չեն ավարտվել եւ բացի թերությունների կամ խեղաթյուրումների արձանագրումից հաշվեկնիչ պալատի եզրակացության մեջ նաեւ ձևակերպվել են առաջարկներ, որոնք հաշվեկնիչ պալատի կարծիքով իրագործման դեպքում իրենց մեջ առնվազն բարելավման ներուժ են պարունակում հանրային ֆինանսների կառավարման համակարգի, մասնավորապես առաջարկվել է նախ հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառման գործող օրենսդրությանը համապատասխան ապահովել, ինչպես եւ պահանջում է գործող օրենքը եւ մի փոքր էլ դեռ ուշացած, բայց գոնե այժմ ապահովել հանրային հատվածի կազմակերպությունների հաշվապահական հաշվառումը օրենսդրության համապատասխան եւ երկրորդը մինչ այդ այն հաշվետվությունները, որոնց մասին քիչ առաջ ես ներկայացրեցի, առաջարկել ենք, որպեսզի դառնա հրապարակման ենթակա նյութ, ինչպես եռամսյակային կատարման վերաբերյալ ներկայացվող հաշվետվությունները առնվազն հրապարակվեն տվյալ հանրային իշխանության մարմինների կայքերում, այնպես էլ դրանք ազգային ժողով ներկայացվեն տարեկան հաշվետվության փաստաթղթում ներառվելու ճանապարհով, իսկ դրա համար կարիք կլինի, որպեսզի բյուջետային համակարգի մասին օրենքով սահմանված պահանջները վերանայվեն եւ նախատեսվի, որ այդ հաշվետվությունները նույնպես կներառվեն տարեկան հաշվետվության կազմում։ Սրանք էլ այն առաջարկներն են, որոնք մենք համարել ենք համակարգային եւ նպատակահարմար ենք համարել ներառել 2025 թվականի բյուջեի կատարման եզրակացության պահպանման դաշտ ստեղծեց եւ կարծում եմ, որ ազգային ժողովը արդեն ազգային ժողովի պատգամավորները առնվազն հաջորդ գումարման այդ թվում, որովհետեւ այս ժամանակահատվածը կարճ է կրկին մնացել, բայց կարծում եմ, որ մենք պետք է ել ավելի ակտիվ համագործակցենք եւ ազգային ժողովի բյուջեի այդ թվում կատարման ընթացքի վերահսկման գործում ընթացիկ հաշվետվությունները, որոնք որ հաշվեկնիչ պալատը պետք է տրամադրի, այս մասով ավելի
կարելի ասել աջակցող եւ առարկայական լինեն падգամավորների համար, այդ թվում որոշ մեխանիզմներ գործարկվեն, որոնք թույլ կտան ընթացիկ կարևոր, այսինքն ընթացիկ հանրային լայն քննարկման հարցեր առնվազն ունենալ այդ օպերատիվ տրամաբանությունը, որպեսզի հնարավորություն ստանանք մենք այդ մասով ունենալ տեղեկատվություն հաշվեկնիչ պալատից, որովհետև լինում են, այո, ես գիտեմ, որ դուք ներկայացնում եք պլանը, падգամավորները ունենում են հնարավորություն այդտեղ փոփոխություն կատարելու, բայց միշտ չի, որ ընթացիկ տարում ի հայտ չեն գալիս հարցեր, որոնք հուզում են հանրությանը եւ այդ թվում բնականաբար падգամավորներն, ովքեր ուզում են այդ մասով ունենալ ձեր եզրակացությունը։ Շնորհակալ եմ Տիկին Վարդանյան, բնականաբար մենք ամենաշահագրգիռն ենք թերևս այդ հաղորդակցությունը խորացնելու հարցում եւ ակնկալում ենք, որ իսկապես այդ հաղորդակցությունը հնարավորություն կտա մեր սահմանափակ ռեսուրսները լավագույնս ծառայեցնել այն նպատակին, ինչի համար որ կառույցը ստեղծված է եւ գործում է։ Եվ փորձում ենք իհարկե առաջնահերթությունները միջնաժամկետ հատվածի համար դա եռամյա ժամանակահատված է ենթադրում եւ հաջորդ տարվա պալատի գործունեության ծրագրում թեմաների ընտրությունը կատարել այնպես, որպեսզի դուրս չմնան հիմնական մտահոգության առարկաները, բայց բնականաբար ապահովագրված չենք որևէ դեպքում ընթացքում ծագվող հարցերից եւ ասում կմահաճո, բայց ճկուն առնվազն մեխանիզմ լինի։ Շատ լավ, Տիկին Վարդանյան, քննարկենք, անշուշտ, իհարկե։ Շնորհակալ եմ, պարոն Ջանջուղասյան, եկեք անցնենք հաջորդ նաև ձեր ֆինանսական հաշվետվությանը։ Շնորհակալ եմ 2025 թվականին պետական բյուջեից հաշվեկնիչ պալատի պահպանման նպատակով օգտագործվել է 827.3 միլիոն դրամ կամ ծրագրված մեծության 82%-ը, բնական է, որ հիմնական միջոցները նախատեսված են եղել հաշվեկնությունների իրականացման միջոցառման համար, այստեղ օգտագործվել է շուտ 820 միլիոն դրամ, գործող օրենքի օրենսդրության շրջանակներում ունի պահոստային ֆոնդ 19.7 միլիոն դրամի չափով, որից 6.8-ն է օգտագործվել 2025 թվականին եւ հաշվեկնիչ պալատի կարողությունների զարգացման համար նախատեսված 2.1 միլիոն դրամից օգտագործվել է շուրջ 900.000 դրամ։ 2025 թվականին հաշվեկնությանը կամ աուդիտի արտաքին աուդիտի է ենթարկվել ազգային ժողովի աշխատակազմի կողմից գնումների մասն օրենսդրությամբ ընտրված աուդիտորական ընկերության կողմից հաշվեկնիչ պալատի 2024 թվականի ֆինանսական հաշվետվությունը եւ տրվել է հետևյալ կարծիքը. ֆինանսական հաշվետվությունները բոլոր էական առումներով ճշմարիտ են ներկայացնում պալատի ֆինանսական վիճակը 2024 թվականի դեկտեմբերի 31-ի դրությամբ, ինչպես նաև այդ ամսաթվին ավարտվող տարվա ֆինանսական արդյունքը եւ դրամական միջոցների հոսքերը հանրային հատվածի հաշվապահական հաշվառման ստանդարտի համաձայն են պատրաստվել։ Սա այն կարծիքն էր, որը տրվել էր անկախ աուդիտորի կողմից։ Միջին առումով վարձատրությունն է հիմնական կշիռը բոլոր տարիներին եղել հաշվեկնիչ պալատի համար, այդ առումով 2025 թվականը բացառություն չի եղել եւ ընդհանուր միջոցներից շուրջ 89% օգտագործվել է աշխատանքի վարձատրության համար։ Շարունակում է արդիական մնալ հաշվեկնիչ պալատի երկու մասնաշենքում տեղակայված լինելու հանգամանքը, ընդ որում մեկը ազգային ժողովի կողմից անհատույց օգտագործման տրված տարածք է, մյուսը վարձակալվում է, վարձակալության համար 2025 թվականին օգտագործվել է 48 միլիոն դրամ, եթե վարձատրության եւ վարձակալության գումարները հաշվի չառնենք, ապա ընդհանուր առմամբ շուրջ 46 միլիոն դրամ է ծախսվել հաշվեկնիչ պալատի մնացած ծախսերը ֆինանսավորելու համար։ Մենք հուսով ենք, որ վարձակալության հետ կապված ծախսերը ժամանակավոր բնույթ ունեն, կառավարությունը նույնպես առաջնահերթ է համարում եւ դրանով պայմանավորված այն հավելվածում, որտեղ կապիտալ բնույթի ծախսեր են նախատեսված, նախատեսվում է նաեւ
շենքի խնդրի լուծման դեպքում դրա հաշվեկնիչ պալատի կարիքներին հարմարեցման համար որոշակի գումար, ակնկալում ենք, որ այս արդյունավետության կամ օպտիմալացման ծրագրերի իրականացումից հետո գույքի կառավարման բնագավառում առկա հնարավորությունները թույլ կտան լուծել նաև այս խնդիրը։ 2025 թվականին արդյունքային ցուցանիշներին եթե անդրադառնալու լինենք, ապա 25 եզրակացություն են հաստատվել, որոնցից 7-ը թեմատիկ հաշվեկնություններ են եղել, 18-ը վերաբերել են բյուջեի կատարման եզրակացության համար իրականացվող հաշվեկնություններին։